Այսպիսի շոկոլադե գույների մեջ հագնված եկել եմ քննարկենք ու համեմատենք Ջոան Հարիսի շոկոլադը համանուն ֆիլմի հետ։ Քեքի մասին վիդեոն արդեն եմ էջում, իսկ հիմա ժամանակն է դիտելու ֆիլմը եւ տեսնելու արդյոք այն նույնքան կախարդական է, որքան գիրքը։ Ֆիլմը արդեն ավարտեցի եւ ուզում եմ խոսենք հիմնական տարբերությունների մասին։ Առաջին այն է, որ իրադարձությունների հերթականությունը ու հիմնական զարգացումը շատ տեղերում տարբերվում են գրքից։ Երկրորդ հիմնական տարբերությունը քահանայի կերպարն է, որովհետեւ շատ ավելի մեղմ է քահանայի կերպարը եւ ինչ որ տեղեր կարելի է ասել անգամ կատակերգական։ Երրորդ տարբերությունը Վիանի ու Ռուի հարաբերություններն էին, որոնք ֆիլմում շատ ավելի ռոմանտիկ ու ընդգծված են։ Եվ վերջապես տարբերվում են ընդհանուր մթնոլորտը, որովհետեւ ֆիլմը շատ ավելի ջերմ ու լավատեսական ավարտով է։ Գրքում մելանխոլիկ է, գիրքն ֆիլմն էլ շատ եմ հավանել։ Ուղղակի խորհուրդ կտամ առաջինը սկսեք գրքից, այնուհետև նորանցնեք ֆիլմին։ Եվ որոշեք ֆիլմը դիտել, ապա չմոռանաք Grand Candy այս կարամելապատ պոպկորնների մասին, որովհետև սնեքի իդեալական լրացնում էին այս քաղցր պատմությունը։